Նաև մեր ուսումնասիրության արդյունքում պաշտոնյաների հետ փոխկապակցված անձիկ տարբեր, ուրեմն, այսպես ասած, ժամանակ առ ժամանակ թե մամուլում կրկնում եմ, թե նաև մեզ հասած տեղեկությունների համաձայն այդ փոխկապակցվածության հետ կապված ձեր գնահատականը, արդյոք ինչ կոռուպցիոն սխեմաներ եք դուք տեսնում եւ որպես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ առհասարակ ոնց եք պատկերացնում, որ վստահելիությունը այդ կառույցի նկատմամբ մեր հանրության մեջ ավելանա կամ վստահություն լինի, ինչ մեխանիզմներ եք պատկերացնում այդ հարցի լուծման հետ կապված, որովհետև կրկնում եմ ժամանակ առ ժամանակ, այս վերջերս ավելի հաճախակ են դառնում տեղեկություններ այն մասին, որ չգիտեմ, այս կամ այն պաշտոնյայի ուրեմն փոխկապակցված անձը տենդերների մասնակցության առումով, նաև թիմ տեղական ինքնակառավարման մարմիններում ենք տեսնում ենք, որ խնդիրներ կա, ուրեմն այդ առումով նաև ավականի վարչական շրջանի ղեկավար, այս հարցի վերաբերյալ կուզեմ նաև ձեր պարզաբանումները եւ ձեր դիտարկումները լսել։ Շնորհակալություն պարոն Դարյան հարցի համար։ Աշխատանքից ազատման հետ կապված արտարդատության նախարարը կարծեմ տվել է այդ հարցի պատասխանը, որովհետև հատուկ պատճառ չի եղել, ուղղակի օրենքի կարգավորումը այդպիսին է, որ նախարարը իրավունք ունի ազատելու, առաջ միջնորդելու, որպեսզի ազատեն, միջնորդել է եւ ազատել են։ Ամեն դեպքում հատուկ պատճառ ես չունեմ։ Դե ասում եմ այդ հարցի վերաբերյալ արտարդատության նախարարը տվել է այդ պատասխանը, կարծում եմ դրանից ավել այդքան բան չի, կոռեկտ չի իմ կողմից պատասխանելը։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցի երկրորդ մասին, որը վերաբերում էր փոխկապակցված անձանց, տեսեք, տարբեր առիթներով կոռուպցիայի հենց նույն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները, այդ թվում այս վերջում տարեկան հաղորդումը ներկայացնելուց նախագահի պարտականությունները կատարողը ներկայացրեց այն օրենսդրական բացերը իրավիճակը, որը թույլ է տալիս նման իրավիճակների երբևէ, չգիտեմ, ի հայտ գալը, հա, հետևաբար ինչ կանեմ կամ ինչ ոնց եմ պատկերացնում, ես ընդհանրապես իմ պատկերացումը եւ իմ սկզբունքը այն է, որ որևէ իրադարձության, որևէ իրավիճակի լուծումը դրա ճիշտ ժամանակին կանխարգելելն է եւ հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել, որպեսզի չհասնենք այդ իրավիճակին, հետո տեսնենք ով էր այդտեղ օրենքը խախտել։ Այսինքն պետք է թե օրենսդրական, թե կազմակերպչական, թե մնացած բոլոր առումներով փորձենք լուծումներ գտնել, որպեսզի բացառենք այդ իրավիճակները, որտեղ իմ կարծիքով մենք չենք կարող որևէ մեկի վրա հույս դնել, որ չի խախտի օրենքը կամ չի ուզենա խախտի։ Մենք պետք է հնարավոր բոլոր կանխարգելիչ միջոցները ձեռնարկենք օրենսդրական, կազմակերպչական եւ մնացած բոլոր հնարավոր իրավաչափ գործողություններով։ Շնորհակալություն։ Արձագանք, համաձայն։ Գիտեք ինչ եմ այդ հարցը տալիս, որովհետև այս տարիների ընթացքում օրինակ պաշտոնանկությունների, տարբեր պաշտոնյաների դուք էլ բարձր պետական պաշտոն եք զբաղեցրել եւ հասարակությունը հանրությունը տեղյակ չի, թե այս կամ այն պաշտոնյային ինչի համար են աշխատանքից ազատում։ Եվ դա չափազանց կարևոր է հանրային հաշվետվության առումով։ Այսինքն ինչ որ մի գերատեսչության ղեկավար գալիս է աշխատանքի եւ ասած կադրային ջարդ է անում կամ իրեն հարազատ ավելի վստահելի մարդկանց է, բայց ես կարծում եմ, որ այս առումով, քանի որ դուք նաեւ նոր պաշտոնի հավակնություն եք ներկայացնում, շատ կարևոր է նաև ձեր, այսպես դու թիվ 1 ամբիոնը օգտագործեք եւ ի վերջո մեր հարցերին պատասխանեք։ Մենք իրավունք ունենք իմանալու, թե ազգային ժողովի կողմից ընտրված ուրեմն պաշտոնյաները նախկինում ինչի համար նշանակվել կամ ազատվել են աշխատանքից։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարցի համար, երևի թե ստիպված պիտի լինեմ կրկնվել, ինչի համարը կարծում եմ արտարդատության նախարարը արդեն պատասխանել է այդ հարցին, սեփական թիմը ձևավորել կամ նախորդ թիմը, չգիտեմ, աշխատանքից ազատելը օրենսդրորեն թույլատրելի է, ինչից իրավունք է, ինչից նախարարը, գործող նախարարը օգտվել է։ Ինչ վերաբերում է իմ կատարած աշխատանքին, տեսեք, գնահատականներ բնական է ես չեմ կարող տալ իմ կատարած աշխատանքի, բայց կարծում եմ տեղյակ եք կան ռազմավարություններ, կան ռազմավարական ուղղություններ, որոնցով ղեկավարվում են
փոխնախարարները, մասնավորապես այս դեպքում, իմ դեպքում, եւ իրականացնում են իրենց գործառույթները։ Հենց այս տվյալների առկայության պայմաններում կամ ուսումնասիրության պայմաններում կարծում եմ կարող եք տեսնել իմ կատարած աշխատանքը եւ իմ աշխատանքի արդյունավետությունը կամ ոչ արդյունավետությունը։ Շնորհակալություն։